Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy. Здравствуйте, друзья! Вы смотрите «Союз Камеди» и на Первом Патриотическом сегодня с вами Сережа Саркисян и Нарек Մեզանից ոմանք շատ տարածի են ընդունել եվրասիական տնտեսական տարածքի հետ ինտեգրվելը։ Ну, просто я как бы в тренде, а что там? Լավ, էլի այսօրվա թողարկմանը դիտեք, տնտեսապես ինտեգրվի, մի հատ բիզնես դիր, ապրանք վաճառի Ռուսաստան։ Ադե հազիվ ռուսական դպրոց գնալը ակտուալ էր դարել դու էլ։ Երյակային քարյակի հանրահավաքի պիկանտ մանրամասներ եւ թեժ ակնկալիքներ։ Ինչ խաղեր է փորձում տալ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում։ Մհերի տոնական ռեպորտաժը Չարբախ Էրեբունի 2796։ Քաղաքականությունը նամակներով, ինչու են նրանք պատասխանում այդ աննորմալ հարցերին։ Սոցգովաստ ինչու են մարդիկ դեռ զանգում փակ համարներից, ինչու։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy. Լրահոսը ոտի վրա, մեր շատ սիրելի Երևանը դարձավ 2796 տարեկան, շնորհավոր Երևան ջան ու զուտ մեր մեջ, ես քեզ 2400-2500-ից ավել չէի տա։ Բայց ինչ աննամոթ ես, ես 1000-ից ավել չէի տա։ Իդեպ նույն Երևանի օրվա կապակցությամբ քաղաքի լավագույն հնաբանները պեղել են Արգիշտիի կողմից դեռ այն ժամանակ պատրաստած Երևանի զինանշանը։ Այո, իսկ մյուս տարի խոստանում են պեղել արդեն երվանդունիների կողմից թողած ֆլամինգոները։ Անջելինա Ջոլին Անգլիայի թագուհուց ստացավ պատվավոր լեդիի կոչում։ Վերջ տղեկ, այդ Ջոլի ֆոլդերը ձեր կոմպից արդեն պետքա ջնջեք, անհարմար է, պատվավոր լեդի է արդեն։ Երակի հանրահավաքը դե եղավ ու դե ամենամեծ, ամենասենց նորությունը եղավ այն, որ հայտարարվեց, որ երակի անելիքները կհայտարարվեն այն մյուս հանրահավաքի ժամանակ։ Որոշ հոռետեսներ կարող են սա հիասթափեցնող համարել, բայց մի քիչ լավատես է պետք լինել ու հասկանալ, որ սա նշանակում է, որ անելիքներ կան, ուղղակի հարմար առիթ է պետք ասելու համար, ասենք հանրահավաք։ Հայաստան-Սերբիա խաղը դիտելու համար Երևան էր ժամանել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։ Մեր գոլից հետո Նիկոլիչի տրամադրությունը ընկավ ու չբարձրացավ նույնիսկ իրենց գոլի ժամանակ։ Նույն տրամադրությամբ նա գնաց Գառնի-Գեղարդ, Մատենադարան ու վերադարձավ տուն։ Իսկ դու գիտեք, որ շարումա ուտող մարդու IQ-ն 20%-ով ավելի բարձր է, քան չուտողինը։ Այո, դուք եւս կարող եք դառնալ ավելի խելացի, եթե օրական գոնե մեկ շարումա ուտեք։ Դե բայց համել հետը ամիսը մի հատ խելացի գիրք կարդաք, գիրքը բնականաբար պարտադիր չի, ուղղակի առանց դրա IQ-ն չի մեծանում ու շարուման մնում է ուղղակի ինչ-որ sense շատ համով ուտելիք։ Եվ այսպես տեղի ունեցավ երկար սպասված, ուստեղ ես իհարկե կասեի ընդդիմության հանրահավաքը, բայց որոշ ուժերի թիթիզության պատճառով ստիպված ենք ասել ոչ այդքան իշխանական ուժերի հանրահավաքը։ Ինչպես եւ սպասվում էր, այնտեղ ելույթ ունեցան բոլոր առաջնորդները, ինչպես նաեւ եղան անակնկալներ։ Այո, հատուկ ելույթ ունենալու նպատակով հանրահավաք էր ժամանել 2005 թվականի Ռաֆի Հովհաննիսյանը։ Ձեր պահանջով ժողովրդի ներկայությամբ չկան գուսակցական դրոշակներ։ Բայց Ռաֆի Հովհաննիսյանը չի։ Ինքն է, ուղղակի մի քիչ ռետրո ոճով չես հավատում։ Դե առայժմ չէ։ Եվ դուք մեզ հաշվետու պիտի բայեք։ Ես առաջարկում եմ 1-2 րոպե լրություն մոդելան բարոն Զարուգյանին, բարոն Տեր-Պետրոսյանին, որ կարողանանք հաջորդ քայլերի մասին մի փոքր խորհրդակցություն տալ։ Չէ, լավ, Ռաֆին է։ Իսկ բովանդակային առումով հանդես եկավ ՀՀ հիմնադիր նախագահը, որը բացեց ընդդիմության ամեն անգամ, որը բացեց իր ոչ իշխանության առաջարկները։ Երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները
պետք է բխեն իշխանություններից եւ ոչ թե մեզնից։ Մի հիանալի երկխոսության սկիզբ։ Բայց ված չէր լինի, որ ընդդիմությունը իրար հետ էլ երկխոսություն սկսեր։ Ինչի՞։ Դե ոնց որ միմյանց կծմծում էին բեմում։ Ռաֆին նախ դատապարտեց Եվրասիականի հետ փաստաթղթերի ստորագրումը, իսկ հետո դե հետո ոնց որ հիմնադիրը թեթև ակնարկեց, որ Եվրասիականի դեմ խոսալը այդքան էլ լուրջ չի։ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ արդիվ 2-3 տասնյակ անհատների ջղաձգումները արդեն վերածվում են զավեշտի։ Զավեշտի։ Չէ, իրական զավեշտը այն է, երբ մարդ խոսքի մեջ ասում է հիմա ու բոլորը սկսում են գոռալ հիմա։ Ամեն մեկը մասնակից եք լինելու այդ արտանակին։ Հիմա։ Ձեր գործը Ախր էտեն հիման չէր, դա ուղղակի հռետորական, ներածական հիման էր։ Լավ, բայց մի հատ վերադառնանք իշխանությունից ակնկալվող առաջարկներին։ Հա, ինչ կարող է սա նշանակել մեզ կբացատրի մեր դիվանագիտական զինանոցը։ Զինանոց։ Չգիտեմ։ Ինչ է նշանակում չգիտես, մի հատ հավաքի քեզ։ Դե երրյակի համար իդեալական կլիներ, եթե իշխանությունը առաջարկեր, որ իշխանությունը հեռանա։ Իսկ եթե մարդ ես, իշխանությունը չառաջարկի ինքն իր հեռացումը, ուրիշ առաջարկ լինի, ասենք յուրաքանչյուր ոչ իշխանական ուժի երկուական շաուրմա։ Այս պայ դրությամբ դժվար է ասել, դե որովհետև նախ չգիտեմ, թե որ շաուրմայի մասին է խոսքը, համ էլ դե մարդ կա, որ իքի բիր է նախընտրում։ Շնորհակալություն Մհեր, իսկ հիմա եկեք իսկական քաղաքագետի կարծիք լսենք հանրահավաքի մասին։ Ակնհայտ է, որ հանրահավաքի օրակարգի հիմնահարցերն էին այդ 12 պահանջները եւ սահմանադրական փոփոխությունների հարցում ուրեմն երրյակի մոտեցումների հրապարակումը այս երկու օրակարգային հարցերն էին հանրահավաքի թեման ուրեմն եւ Նարեկ ուղղակի գնաց խորհրդակցի երրյակի առաջնորդների հետ, որ որոշեն հետագա քայլերը։ Ինձ էլի սուրճ։ Բազմաթիվ չհնչեցված խնդրանքներով այսօր ունենք սոցգովազդ։ Այս ճարիքը պետք է որ հեռանար 21-րդ դարում, բայց շարունակում են նյարդայնացնել հայ ազգին։ Մանրամասները այստեղ։ Ժամանակ առ ժամանակ մենք ստանում ենք զանգ փակ համարից։ Ու ախր վստահաբար գիտենք ով է զանգողը։ Մեր միակ ընկերը, որ մինչև հիմա մտածում է, որ համար փակելը վերջն է։ Հա էդ ի՞նչ թիթիզություն է, փակ համար, յանի ինչ։ Ինչ է այդ պահին մտածում փակ համարից զանգողը։ Հեսա ինքը կխառնվի իրար, կմտածի ով է այդ առեղծվածային զանգողը։ Ինքներեն Ջեյմս Բոնդի տեղն է դնում։ Բաժանորդ, փակ համարով բաժանորդ։ Բայց բոլորը գիտեն, որ դա դու ես, ախր մենակ դու ես համարը փակում։ Ոչ չես հասկանում այդքանը։ Կարանք գնանք օպերատորի գրասենյակ ու իմանանք ով է զանգել։ Կարանք բաց թողնենք զանգը, հետո որ SMS գա բաց թողնված համարի մասին, արդեն մեջը գրված կլինի որ համարից էր։ Մի խոսքով եկեք փակ համարից զանգերը թողնենք 20-րդ դարում։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Իսկ այժմ պատասխան հարց էջն է։ Որովհետև հարց պատասխանը արդեն մոդայից դուրս է եկել։ Եվ այսպես սկզբից լսում ենք ինչ են պատասխանել հայտնի մարդիկ, հետո իմանում ենք ինչ էին նրանց հարցրել։ Լևոն Զուրաբյանը պատասխանել է. ճանապարհները փակել էին ու խոչընդոտում էին մարդկանց հոսքը։ Ինձ թվում է ես կռահում եմ ինչի մասին է խոսքը։ Հարց. ինչպես անցավ ձեր ծննդյան օրը։ Վլադիմիր Պուտինը պատասխանել է առնվազն 15 տարի։ Այս հարցերում շտապելը չի օգնում։ Եվրասիականը տարվա վերջ չպետք է լինի։ Հարցը, քանի տարվա հայկական կոնյակ եք դնում նոր տարվա սեղանին։ Բեթմենը պատասխանել է. ճիշտ ասած ես հորինված կերպար եմ, ոչ թե իրական մարդ։ Եվ ինչ հարցեր։ Իդեպ հարցը ուղարկել էր Տիգրան Ուրիխանյանը։ Հարց.
Երբևէ մտածել եք Բարգավաճ Հայաստանին միանալու մասին։ Հայրիկյանը գրել է, դա սարսափելի էր, անսպասելի առնվազն ինձ համար։ Հիասթափված եմ եւ շատ վշտացած։ Ռուսաստանի պահն է, հայ։ Հարցը ինչպես է գնահատում Լյուկ Բեսսոնի Լուսի ֆիլմը։ Այդ սարսափելի էր։ Հեղինե Բիշարյանը պատասխանել է, չեմ կարող դրական կամ բացասական պատասխան տալ, քանի դեռ չեն գումարել օյեկնիստ ու հարցը քննարկել կուսակցության նախագահի հետ։ Լուրջ հարց է, ոնց որ։ Հարցը՝ կլայքեք իմ բալիկի նկարը։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Farm Comedy Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում կամ ԵԽԽՎ-ում մոտիկների համար ոնց որ թե մեզ ուզում են ճնշած լինեն։ Բա ուր ա նայում ԵԽԽՎ-ի այս տարվա նախագահող երկիրը։ Ադրբեջանն այս տարի նախագահում։ Ադրբեջանի պատվիրակությունը տարիներ շարունակ նպատակամղված աշխատանք է կատարում եւ ձգտում է, որպեսզի կարողանա ստանալ, կարողանա ճակերտավոր պոկել գոնե մեկ փաստաթուղթ, որը կլինի Ադրբեջանը նպաստ։ Դե անկեղծ ասած նույն բանն էլ մենք պետք է անենք։ Մի րոպե, Տիկին Նաղդալյան կտրուկ շարժում չանեք, բայց ձեր ուսին սարդ կա։ Հանգստացեց զարդը։ Հա, սարդա։ Սարդը։ Լավ, բայց ինչ ոչ հայեցի զեկույցը հաստատվել, ընդունվել ԵԽԽՎ-ում, որի փր Արցախում բռնության դեպքեր են շատացել։ Տարբեր մամուլի միջոցներում գնացել է, որ զեկույց է ընդունված, զեկույց է հաստատված, ուրեմն զեկույց չի հաստատված, ընդհանրապես որոշում է կայացված նոր զեկույց սկսելու վերաբերյալ։ Հա, այսինքն դեռ չկա, բայց կարա եւ լինի։ Չէ, կարա եւ չլինի, որովհետեւ մերոնք ԵԽԽՎ-ում վիզ դրած աշխատում են, կապ չունի իշխանություն, դիմություն, ոչ իշխանական ուժ մի թիմի պես, մեկի պես աշխատում են։ Ընդդիմության գործը քննադատելն է։ Եթե ընդդիմությունը այսօր քննադատում է, որ վատ ենք աշխատել, ապա սա առաջին հերթին եւ իր գնահատականն է եւ նաեւ իմը։ Հա, բարձ է, այս առումով մեր խորհրդարանից չի տարբերվում։ Լավ, բայց ինչ ասեք, օսեներ էին իբր մերոնց հանել են դահլիճից։ Կարող է արդյոք պարլամենտական վեհաժողովում գոյություն ունենա նման կետ, որ որևէ երկրի պատվիրակությանը ոչ թե Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Զիմբաբվե, չգիտեմ ինչ, դահլիճից դուրս անեն։ Զիմբաբվեն Եվրոպայի խորհրդում է։ Դու Զիմբաբվեն հետ Տիկին Նաղդալյան կտրուկ շարժումներ չանեք, բայց ձեր ուսին հսկայական սարդ կա։ Ոչ թե Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Զիմբաբվե, չգիտեմ ինչ, դահլիճից դուրս անեն։ Ասեցի սարդ չի, վայ բրոշ է։ Հա, վայ, այս ռակուրսից չէի տեսել։ Տիկին Նաղդալյանը նաև բացատրեց, ԵԽԽՎ-ում ռուսերեն է խոսել, որ կարողանա հայկական կողմի բոլոր փաստարկները արագ տեղ հասցնել։ Ոնց էլ մի հատ էլ ռուսերեն ենք խոսել։ Դե մենք էլ ոնց որ սկզբում ռուսերեն խոսեցինք, չէ՞։ Հա, այդ եվրասիականի բան է։ Հա, երևի։ Նարեկ կտրուկ շարժում չանես, բայց քո ուսին ոնց որ սարդ է։ Ահա, շատ խնդալու է, հասկացանք բրոշ էր։ Չէ, լուրջ եմ ասում, սարդ է։ Հա, լուրջ ես ասում։ Նարեկ։ Ինչպես գիտեք, երեք Երևանի 2796 ամյակներ։ Ու ինչպես միշտ քաղաքապետարանը կազմակերպել էր լիքը միջոցառումներ հիմնականում կենտրոնում։ Դե մերն էլ այն տղենա, որ Կիրակի օրով գնաց ու նկարեց, չէ՞ մեր։ Բա ոնց, ասեմ ավելին, մենակ կենտրոն չեմ գնացել, դե որովհետև Երևանը մենակ կենտրոնը չի։ Դիտենք։ Եվ այսպես մեր մայրաքաղաքը եւս 1 տարով մեծացավ, իսկ քաղաքապետարանը եւս մեկ անգամ ահագին փող ծախսեց արդեն ավանդական դարձած միջոցառումների, օրինակ windsurfing-ի ցուցադրման վրա։ Այս տարի որոշեցի միանգամից չգնալ կենտրոն ու մի փոքր հեռվից գալ ու գնացի Չարբախ։ Շնորհավոր։ Ո՞նց է անցնում։ Շատ լավ։ Հա։ Ահա։ Այսօր ինչ է սպասվում Չարբախում, համերգ, բան։ Երևի համերգ կլինի։ Այդ պահին համերգ որպես այդպեսին չկար, բայց Չարբախի բակերում տիրում էր տոնական տրամադրություն։ Կենտրոնում լավ տժում են կողա։ Չգիտեմ, ես կենտրոն ոչ կապ ունեմ, ոչ բան։ Չնայած սերտս ընդեղել է։ Այդ պահին կենտրոնում իսկապես ուրախանում էին բոլորը, օրինակ կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ինչ ընտրություններ կան մոտակա։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, նաև հոկտեմբեր ամսի մեջ մենք ունենք ընտրություններ, ամսի
19-ին բացում են եւս կան ընտրություններ, նախապատրաստական աշխատանքներ։ Ուղղակի միշտ թվում էր 5 տարին մեկ եք դուք աշխատում դրա համար։ Չէ։ Վերադառնանք Չարբախ, 96 թվականին բացված փոքրիկ ռեստորան, ավելի ճիշտ օբյեկտ, տաղավարի օբյեկտ։ Երևանը ասելիս առաջինը որ թաղամասն է Չարբախն եք պատկերացնում։ Ես ինքս Չարբախցի եմ, ինձ հարազատ է Չարբախը, բայց ընդհանուր Երևանը Երևանը։ Իսկ այս ֆոտոները ինչ որ պահել եք։ Մենք մեր Երևանից, ասենք, այսօր հին Երևանից շատ քիչ մասունքներ են պահպանվել։ Մենք փորձել ենք ստանանք որոշ նկարներ Չարբախում փորձում են պահպանել Երևանի կենտրոնի նախկին տեսքը, հնարավորինս անում ենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք։ Իսկ այդ ժամանակ կենտրոնում Okay, հետ են գնում Չարբախի օբյեկտ։ Պոնչ ջան, որ խնդրեմ կմոտենաս։ Մեր պոնչի համեղ պատրաստած քյաբաբն ու խորովածն էլ անպայման ախորժում։ Հա, իսկ նա ցենց անհամեստ հարցել, ինչ են ձեզ պոնչ ասում։ Դե երեխա ժամանակ որ թմբլիկ է մի քիչ եղել, դրա համար էլ պոնչ են ասել։ Այո, հին Չարբախյան սկզբունքայնությունը, եթե մի անգամ ասել են, հա պիտի ասեն, անկախ մարդու նիհարությունից։ Նախապատրաստել եմ լավ ուտեսներ, որ բոլորովս հավաքվել ենք, նշենք մեր Երևանի տոնը։ Շատ լավ, ուրա։ Այսինքն ուրախ տրամադրությամբ էլ Չարբախից ուղևորվեցինք 9-րդ մասիվ, որտեղ տոնական փարթին ուղակի աննախադեպ էր։ Մենք հիմա գտնվում ենք 9-րդ մասիվի պուրակներից մեկում, ու տեսնենք 9-րդ մասիվցիները ոնց են նշում Երևանի տոնը։ Իսկ նշում էին մոտավորապես այսպես. Շնորհավոր Երևանի տոն։ Շնորհակալություն։ Ոնց է անցնում։ Ընտիր։ Ընտիր, հա։ Լավ, նշում եք, ինչ միջոցառումներ եք նախապատրաստել այսօր։ Ոչ մի բան չկա պես։ Ես բան չունեմ։ Իսկ դուք։ Ես էլ չունեմ։ Իսկ այդ ժամանակ կենտրոնում Սակայն 9-րդ մասիվում ոչ բոլորն էին քչախոս ու անհավես։ Շնորհավոր, ոնց է տոնական տրամադրությունը։ Շատ լավ։ Հա։ Եթե առաջ գնանք ավելի լավ կլինի։ Այսօր տժալու եք։ Տժալու ենք անպայման։ Տժալու հետաքրքիր տարբերակ էր մտածել ահա այս բնակիչը։ Կարելի է ուղղակի երեխայի հետ նստել գազոնին ու հանգստանալ։ Վատ չի, չէ։ Վատ չի, երեխան էլ է լավ զգում։ Մենք էլ մեր երեխային ենք։ 9-րդ մասիվ style կլինի այս նշելը, կարաք ներմուծեք, ասենք կենտրոն։ Ինչ կլինի style։ 9-րդ մասիվ style, հա։ Ահա։ Այս խնձոր է։ Համեցեք։ Սեմերենկո է։ Պապի խնձորն է, աշտարակի։ Հա։ Այդպես միամիտ տեսանք։ Իսկ մասա 1000 համեր գարժի է, այսպես նշելը լուրջ։ Մենք ասեմ, չգիտեմ, սովոր եմ, բնության հետ կիսվելը լավ բան է։ Մի խոսքով այսպիսի բազմաշերտ ու խառը Երևան, որը այնուամենայնիվ սիրում ենք։ Դե ուրիշ որտեղ կտեսնես պոնչ մականունով նիհար մարդ կամ օրինակ այսենց պուրակ։ Իսկ վերջում խոսքը տանք մատաղ սերնդի։ Ձեր անունը։ Կարեն։ Կարեն ջան, ինչ կմաղթես Երևանին։ Ես Երևանին կմաղթեմ երջանկություն, որպեսզի իրանք շատ մեծ տարածքներ գրավեն եւ բաղավաճեն։ Չքաղաքականացնենք էլի Կարեն ջան, արի ասա բարեկեցիկ։ Բարեկեց։ Okay, ապրես։ Մհեր Խաչատրյան, Հարութ Հակոբյան, հատուկ Հռոմից հին մայրաքաղաքի համար։ Իդեպ, տնաս Հռոմում Չարբախ кա։ На сегодня мы вот столечко приготовили для вас. Настало время видео-бума. Բայց դու ինչ օտարամոլ կենթանի ես։ Դա չի նշանակում, ով գնաց Հայաստանից, դա արտագաղթ է։ Դա նշանակում է գնաց Հայաստանից, որպեսզի իր ընտանիքը ավելի զորեղացնի։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Do you know where that shark bites? Վերջը քարյակը տենց ապաշտոնապես արդեն դարել է երյակ։ Չէ, չիմացար։ Դաշնակցության փոխարեն Դեմիրճյանի ժողովրդական կուսակցությունը մտավ։ Յո, բասոն տենց կոպիտ ապտակել են, հա, հնչակյանները։ Ու ռամկավարներին։